Պարոն Ալեքսանյան, վերջին շրջանում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները թիրախավորել են միմյանց ու այդ ճանապարհին պարբերաբար միմյանց մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ ու նաև ճակերտավոր ասված Նիկոլ Փաշինյանի համար աշխատելու մեջ։ Նախ ընդհանուր առմամբ ինչ միտում ունի այս խոսույթը եւ ինչու է դաշտ բերվում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ինչ խնդիր են փորձում լուծել այս հայտարարություններով։ Չեմ կարող անկեղծորեն ասել, թե ինչ խնդիր են փորձում լուծել, բայց առնվազն ակնհայտ է, որ երկուսի պնդումներն էլ, երկուսի փաստարկներն էլ մեղմ ասած քաղաքացու մոտ միայն ծիծաղ կարող են առաջացնել, որովհետև երբ որ փորձում ես քաղաքացուն համոզել, թե իրականում ինքը չի մասնակցել հեղափոխությանը, ինքը չի արել հեղափոխությունը, ու կամ հենց քաղաքացին ինքը ոչնչից դժգոհ չէր, ինքը չէր ուզում նախորդ իշխանությունների հեռացումը եւ դա միայն նախորդ կամ հենց բուն նախորդ իշխանությունների դրդմամբ տեղի ունեցած process էր 2018-ի հեղափոխությունը, դա քաղաքացու մոտ պարզապես ծիծաղ կարող է առաջացնել, ուրիշ ոչինչ։ ՀՀԿ-ն մեղադրում է Քոչարյանականներին, ասում է դուք այսպես ասած հակաքարոզ եք արել Սերժ Սարգսյանի դեմ, Քոչարյանականներն էլ ասում են դուք բանտիկով հանձնել եք իշխանությունը, ավելին ՀՀԿ-ն ասում է, որ Քոչարյանականները հրապարակն են լցրել։ Դե դա հենց այդ բանն է, էլի, կեղծ ու սին թեզերի մեջ է, հեղափոխությանը 100,000-ավոր քաղաքացիներ են մասնակցել, թող այդ քաղաքացիներից հարցնեն, էլի, իրենց ով է տարել հրապարակ, իրենց ինչ որ մեկը տարել է, թե քաղաքացիները իրենց կամքով են գնացել հրապարակ։ Մարդիկ ուղղակի չեն ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավականաչափ մտածելու ունակություն ունեն եւ իրենք են կայացնում իրենց որոշումները ու պարտադիր չի, որ ինչ-որ մեկի դրդմամբ կամ ինչ-որ մեկի ձեռամբ տարված լինեն ինչ-որ մի process-ին մասնակցելու համար։ Ներեք հենց քաղաքացիների նկատմամբ էս վերևից ու կամ էս քաղաքացիներին ինչ-որ անշունչ առարկայի տեղ դրած իրենց վերաբերմունքը եւս բերել է ու հանգեցրել է նրան, որ տեղի է ունեցել հեղափոխություն։ Օրինակ մենք քաղաքացիներին մշտապես վերաբերվում ենք որպես քաղաքացի, որպես մարդիկ, ովքեր մտածում են, ովքեր որոշումներ են կայացնում։ Իրենց դեպքում դա այդքան էլ այդպես չի։ Օրինակ Քոչարյանականները իրենք չեն դժում, որ հեղափոխություն տեղի է ունեցել, բայց ասում են ինչու այդքան հեշտ իշխանությունը հանձնեցիք Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն էլ ինչ պետք է աներ ՀՀԿ-ն եւ անձամբ ՍՍՍ։ Դե իրանց ներքին գզվրտոցների մեջ չեմ ուզում մտնել։ Հիմա կարող է մեկը մյուսին բացատրում է, որ պետք է սպանել բոլորին, այն մեկը ասում է, որ չէ, սպանել չէր լինի, ինձ կսպանեին դրա արդյունքում, այդքան իրանց ներքին գզվրտոցներն է, մեծ հաշվով իմ տպավորությամբ այստեղ ավելի շատ իրանք իրար մեջ ուրիշ հարցեր ունեն բարձելու ու այս ամեն ինչը ուղղակի ինչ որ ֆոնային մի բան են փորձում ստեղծել։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ, կարա լինի ունեցվածքի հետ կապված մի բան, կարող է լինի ինչ որ անձնական գժտվածության հետ կապված մի բան, բայց այդ ամեն ինչը ուղղակի ծիծաղելի է բերել կապել մեզ հետ, մեր քաղաքական թիմի հետ, ուղղակի մեծ հաշվով թող իրար ներսի գզվրտոցները փորձեն լուծել առանց մեզ։ Ամենայն հավանականությամբ իմ կարծիքն եմ ասում, այտենց իրար հետ նման կերպով նման դաժան գզվրտոցի մեջ մտնելու համար մեծ հաշվով ենթադրում եմ ինչ-որ մի հյութալի կտոր են ունեցվածքային փորձում կիսել երկու կողմերի որպես այդպիսին քաղաքական ամբողջ այդ եղելությունը հիմնված է եղել միայն ունեցվածք դիզելու հետ կապված ու միայն ունեցվածքի բաժանումը կամ վերաբաժանումը կամ միմյանցից ինչ-որ պրետենզիաներ ունենալն է, որ նրանց կարող է ստիպել այսպիսի առճակատման մեջ մտնել իմ տպավորությամբ։ Այս ճանապարհին երկուսն էլ փորձում են իրենց կամ հակառակորդին ճակերտավոր ասած կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Դե մեծ հաշվով փորձում են բան անեն, լավ հասկանալով որ 26 թվականի ընտրություններին ամենայն հավանականությամբ անցողիկ շեմի խնդիր են ունենալու, փորձում են հիմա մաքսիմալ այնպես անել, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ու կոնկրետ հենց իրենց երկուսի համատեղ էլեկտորատ համարվող այդ քաղաքացիների շրջանում են մյուսին լրիվ սևացնեն ու այդ անցողիկ շեմը գոնե իրենք կարողանան, հենց կոնկրետ մեկը կարողանա հաղթահարի, բայց ակնհայտ է, որ սա նաև 26 թվականի անցողիկ շեմը հաղթահարելու համար պայքար է։ Ակնհայտ է առնվազն, որ երկուսից մեկը չի հաղթահարելու։ Ես ճիշտ եմ հասկանում, որ իրենք դիրքավորվել են հենց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Կարող է դա որպես բան է, ուղղակի բոնուս է, կարող է հենց դա է հիմնական պատճառը, բայց այստեղ մեծ հաշվով սրա մեջ խորանալու ինչ որ իմաստ ես չեմ տեսնում մեծ հաշվով, այստեղ այդ տեսարանները եւ մնացածը մեծ հաշվով ու մեղադրանքները փոխադարձ, որոնք որ
արվում են քաղաքացուն նսեմացնելու հաշվին ու քաղաքացուն նսեմացնելու հիման վրա, դրանք մեծ հաշվով անընդունելի են բնականաբար։ Իսկ քաղաքական դիվիդենդներ կարող է բերել, օրինակ երկուսն էլ կարծես թե փորձում են ավելի ինդիմադիր երևալ ու կարծես թե փորձում են այդ համար մեկ ընդդիմությունը։ Դե քաղաքական դիվիդենդ այն առումով կարող է բերի, որ ուղղակի չես կարող երկրորդ նախագահի հասցեին ինչ որ մեղադրանքներ հնչեցնել ու դա շատ դրական չընկալվի հանրության մեծամասնության կողմից։ Նույնը չես կարող երրորդ նախագահի մասին մեղադրանքներ հնչեցնել ու դա դրական չընկալվի հանրության մեծ մասի շրջանում։ Բայց մոռանում են, որ այստեղ կարևոր է նաև թե ով է դա հնչեցնողը։ Մեծ հաշվով երկու նախկին նախագահները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենաբարձր հակառեյտինգ ունեցող քաղաքական գործիչներն են ու որքան էլ որ մեկը մյուսին փորձի սևացնել, իմ ընկալումը շարունակում է մնալ այն, որ դրանից միայն երկուստեք այդ հակառեյտինգը մեծանալու է ու չեմ էլ ասում, որ նորից եմ ասում 26 թվականի ընտրություններին ակնհայտ է, որ անցողիկ շեմի պրոբլեմ են ունենալու։ Պարոն Ալեքսանդրյան, վերադառնանք Գյումրիին, 3 Գյումրի ունեիք, նույն ընդդիմությունը պնդում է, որ այսպես ասած ձեր պարտությունը 2026 թվականին ընթառաջ սկսվելու է Գյումրիից եւ որ տապալելու է ԿՊ Գյումրիում ընտրությունները գոնե իր մասով, այսինքն չի հաղթահարելու։ Դուք ինչ տպավորություններով եք վերադարձել եւ ինչ կարող եք ասել այդ մասով։ Անչափ շնորհակալ եմ գյումրեցիներին ցույց տված ջերմության համար, առնվազն փողոցով քայլելիս, քաղաքացիների հետ շփվելիս այդ ջերմությունը զգացվում էր, իսկ ինչ վերաբերվում է այդ ընդդիմության մեղադրանքներին կամ ծիծաղելի մեկնաբանություններին, թույլ տվեք ասել, որ դա մեծ հաշվով ոչ մի լրջություն չկա էլի դրա մեջ, հասկանում եք, ուղղակի մարդիկ ամեն կերպ իրենց քաղաքական ով լինելը փորձում են թաքցնել, հետո գալ ասել ԿՊ-ն չի անցնելու, հա իրենց թվում է, որ իրանք իրապես կարողանալու են գյումրեցիներին մոլորեցնել, համոզել, որ իբր այս մեկը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, այն մեկը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, այս մեկը Ռոբերտ Քոչարյանի դերացոյի դերացոն չի, այս մեկն է Ռոբերտ Քոչարյանի թերի տակով, որը 5 անգամ անցնող սպարտացի մարտիկ չի։ Գյումրին բարեկարգելու մասին հենց դա նրանք ամենակիչն են խոսում, նրանք հիմնականում խոսում են 26 թվականից առաջ Գյումրիում ինչ-որ տենց հակաիշխանական մի լուրջ պրոցես գեներացնելու մասին, այսինքն մեծ հաշվով խորապես ու բարձունքից թքած ունեն Գյումրու վրա, առնվազն խոսույթից դա է զգացում, տեխնացուների, Սերժ Սարգսյանի տեխնացուների, Ռոբերտ Քոչարյանի տեխնացուների խոսույթից դա է զգացվում, որ մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ պետք է անեն Գյումրիում, եթե ընտրություններում ինչ-որ մի հրաշքով անկարծ իշխանություն ստանան, չեն խոսում նրա մասին, թե ինչ կարելի է անել, ոնց կարելի է անել գյումրեցու կյանքը թեթևացնել, ճանապարհների բարեկարգում անել, շների ստերջացում անել, այս մի ծրագիրը, այն մի ծրագիրը մենք ներկայանում ենք մեր թիմով, մեր ծրագրով, որը շատ հավակնոտ ծրագիր է, շատ առաջադեմ ծրագիր է եւ վստահաբար այդ ծրագիրը գյումրեցիների կողմից կգնահատվի։ Պարոն Ալեքսանդրյան, նույն Վարդան Ղուկասյանը հանցազրույցներից մեկում ասաց, որ ինքը ոչ միայն գյումրեցիների սերն է լավելու, այլ նաեւ Գյումրիում հաստատված միգրանտների, հնդիկների ու հնդիկներից եւս ակնկալում է ձայներ ստանալ, ու եթե ինքը չլիներ քաղաքապետ, Գյումրին կլիներ առնետներով տնակների քաղաք, առհասարակ նման հայտարարություններ լսելուց ինչ տպավորություն է։ Դե ես կարծում եմ մեր քաղաքացիները շատ լավ հիշում են, թե կոնկրետ որ թվականներին Գյումրին որ բնակավայրն է կամ որ քաղաքն է աշխարհում հիշեցրել էլի, օրինակ շատ համեմատություններ կան այդ թվերի Գյումրիի ու Գազայի միջև, օրինակ երբ որ փողոցները կարծես ռմբակոծության ենթարկված լինեին, այդ փոսերը, այդ ցեխը ամենօրյա բոլորը շատ լավ հիշում են ու բոլորը տեսնում են 2018-ից հետո Գյումրիում տեղի ունեցած հսկայածավալ ծրագրերը ուղղակի։ Ինքը անձամբ հայտարարում է, ես իմ համար հանգիստ նստած էի, դուք եկաք իմ գույքերի հետևից ու հետևաբար ես մտա քաղաքականություն։ Մարդը ուղիղ տեքստով հայտարարում է, դա մեղադրանք չի, դա իր ասացի ընդունում է որպեսի ընդունում է գիտություն եւ դրա մասին խոսել, այսինքն ինչ այդ մարդկանց ասածներին է չհավատանք։ Կամ հիմա Միքայել Մինասյանից այդ որ մի քանի միլիարդ դրամանոց հայտնի ռադիո կայանը հետ վերադարձվեց պետությանը Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձինց։
Հիմա դա trigger-ա, թե trigger չի, կամ որ երբ որ խոսում ենք բանի մասին, պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, որի 12% փաստորեն բոլորիս համար այսպես շատ անակնկալ կերպով պարզվեց, որ գնվել է 50,000 դրամով։ Այսինքն ու հետո վաճառվել 30 միլիարդ դրամով։ Օդից 30 միլիարդ գումար։ Միքայել Մինասյանից օրեր կամ շաբաթներ առաջ բռնագանձվեց, չէ, իր հետ փոխկապակցված անեց մի քանի միլիարդ դրամանոց այդ հայտնի ընկերությունը, որը բավականին շատ կարևոր նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Բռնագանձվեց։ Հիմա այն մյուս գործն է գալի, այն մյուսը։ Ու հիմա հակակոռուպցիոն դատարանը մտել է արդեն վճիռների փուլ։ Ու ամենօրյա ռեժիմով, ամեն շաբաթյա ռեժիմը վարչապետը իր էջում եւս հրապարակում է հենց այդ գույքերի վերադարձ Հայաստանի Հանրապետության։ Իհարկե դրանք նաև լինում են փոքր գույքերի մասով, լինում է նաև, ինչպես նշեցի, միլիարդանոց գույքերի մասով, 700 միլիոն դրամանոց, այսինքն 1 միլիոն դոլարից ավել արժեքով գույքերի մասով։ Այդ բոլորը արդեն այդ process-ը սկսել է։ Ու այն բոլոր մեղադրանքները, թե իբր դանդաղում եք, չեք անում, բա ինչի միջև հիմա արած չի, այ հիմա արդեն արվում է։ Այդ բոլոր մեղադրանքները մեծ հաշվով եկել հասել են արդեն մի բանի, որ դրանք փաստացի չեն աշխատում, որտեղ այ հենց հիմա է այդ process-ը արդեն գնում։ Ընդհանուր առմամբ Գյումրիում առողջ մրցակցություն կա, օրինակ նույն Մխիթարյանն ասում է, որ ինքը մրցակից չի համարում քփոթեքնածուին եւ ինքը միանշանակ հաղթելու է։ Այսինքն Գյումրին ընդդիմադիր համայնքապետ է ունենալու։ Դուք ինչպես Սերժ Սարգսյանի ձեր նշած տեխնացուն Ռուբեն Մխիթարյանը, ում հանրապետական կուսակցությունը ամեն կերպ փորձում է աջակցել, ես կարծում եմ պետք է ուղղակի նայի թեկուզ եւ շատ հեռու չգնա։ Գյումրու նախորդ ընտրությունները նայի հանրապետական կուսակցության ու հետևաբար Սերժ Սարգսյանի վարկանիշը Գյումրիում։ Եթե իրեն թվում է թե ինքը իր մոտ ստացվելու է բոլորին մոլորեցնել ու ձևացնել, թե ինքը Սերժ Սարգսյանի տեխնացուն չի, թե իրեն հանրապետական կուսակցությունը չի դրել որպես համայնքապետի տեխնացու ու հետևաբար ինքը կարողանալու այդպես մարդկանց մոլորեցնելով, փուչիկներով, ծաղիկներով ներկայանալ ու ցույց տալ, թե ինքը Գյումրու մասին մտածող տղա է, ընդամենը չարաչար սխալվում է։ Ակնհայտ է ուղղակի բոլորի համար, թե ով ում մարդն է այս ընտրություններում։ Ինչքան էլ որ փորձեն գնան, չգիտեմ, ինչ որ տարատեսակ պերսոնաժների, այտենց ինչ որ կիսակուսակցություն կոչված ինչ որ բաներ վերցնեն ու դրանով առաջադրվեն, փորձելով թաքցնել իրենց բանը, իրենց իսկական կուսակցությունը։ Նորից եմ ասում, եթե սրա մասին էլի եմ առիթ եմ ունեցել ասելու, եթե այդքան վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ցածր է, իսկ իր քաղաքական առաջնորդ ասեմ, ինչ ասեմ, Սերժ Սարգսյանն է բարձր, թող գնար հանրապետական կուսակցությունով մարդավարի առաջադրվեր։ Ինքն էլ, Մարտուն Գրիգորյանն էլ, հող գնային մարդավարի, ասեին մենք հանրապետական ենք, առաջադրվում ենք հանրապետական կուսակցությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի վարկանիշը շատ բարձր է, Սերժ Սարգսյանի ոնց են ասում, հերոս, այդպես բաներ են ասում։ Հերոս նախագահ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն է շատ ցածր է, մենք գալիս ենք ձեզ հաղթենք։ Էպա գնայիք, ընկել եք մարդկանց մոլորեցնում եք, մարդկանց փորձում եք ապուշի տեղ դնել։ Ձեզ թվում է տենց բան է, չէ։ Քաղաքացին պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ տարատեսակ ուժեր խոսում են, հենց նաև արդեն բաց են ասում, կա Գյումրիում ձևավորված առնվազն այդ թևը փորձում է ձևավորել բոլորը մեկի դեմ, այսպես ասած, դաշինք, որտեղ բոլորը Սերժը, Քոչարյանը, Սերժն ու Քոչարյանն են մեծ հաշվով։ Մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է իրենց ձևակերպամբ։ Ու գյումրեցին պետք է հաշվի առնի, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Սերժն ու Քոչարյանը Գյումրիում գան իշխանության։ Որքան էլ որ դա ինչ որ sense միջնորդավորված լինի, օրինակ չգիտեմ ինչ որ Pepsi կամ բանի տեսքով լինի, չգիտեմ, այնտեղ երկչի տեսքով լինի, այս մեկի տեսքով լինի, դա նույն Սերժն ու Քոչարյանն են, իրենց բոլոր դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գյումրիի կառավարման հետևանքներով, Գյումրիի անտեսվածության հետևանքներով, Գյումրու նկատմամբ վրեժի զգացմամբ հետևանքներով ու այդպես գյումրեցին պետքա լավ հասկանա, որ մեկ ձայնից է կախված լինելու ամեն ինչ, եւ այդ մեկ ձայնը հենց իր ձայնն է։ Էսա ճանապարհը, որով մենք առաջնորդվել ենք, էսա այն միտքը, որը մենք փորձելու ենք գյումրեցիներին տեղ հասցնել։